Քաղաքացիների մասնավոր ունեցվածքի պետականացման պատմություններն աշխարհում ոչ թե զարգացման, այլ տնտեսական անկման ու քաղաքական ճգնաժամի պատմություններ են եղել։ Պատմական փորձը ցույց է տալիս, որ երբ պետությունը փորձում է լայնորեն վերահսկել կամ վերցնել մասնավոր սեփականությունը, երկարաժամկետ ապագայում դա հաճախ բերում է կոռուպցիա եւ համակարգային խնդիրների։ Վերջին օրերին Հայաստանում ակտիվ քննարկումների թեմա է դարձել պետականացման գործընթացների մասին Փաշինյանի հայտարարությունները։ Քաղաքական հակառակորդներից Սամվել Կարապետյանին պատկանող հեծի շուրջ զարգացումները հիմա նաեւ Գագիկ Ծառուկյանին պատկանող Արարատ ցեմենտ գործարանի պետականացման մասին Փաշինյանի հայտարարություններում մասնագետներն իրավական ու սահմանադրական խնդիրներ են տեսնում։ Փաստաբան Արամ Օրբելյանի կարծիքով, թեև պետականացումը կարող է ձևականորեն ներկայացվել որպես իրավական գործընթաց, իրականում այն պետք է համապատասխանեցվի սեփականության իրավունքի պաշտպանության սահմանադրական եւ միջազգային չափանիշներին։ Սահմանադրությունը աշխատում է սեփականության իրավունքը եւ սեփականության օգտագործումը ձեռնարկատիրական գործունեությամբ սեփականության հանգիստ տնօրինումը եւ նշված իրավունքը նաեւ երաշխավորված է մի շարք միջազգային փաստաթղթերով ու տվյալ դեպքում կարող ենք խոսել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների կոնվենցիայի առաջին արձանագրությամբ։ Տնտեսագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով Հայաստանում արդեն ձևավորվում է վտանգավոր պրակտիկա, երբ իշխանությունը կարող է քաղաքական դրդապատճառներով միջամտել խոշոր բիզնեսին, ինչը կարող է բացասաբար ազդել ներդրումային միջավայրի վրա։ Հիմա այս երկրում հիմա ձևավորվում է պրակտիկան, որ իշխանությունը հենց ուզում է կարա խլի խոշոր բիզնեսը։ Այն էլ մի կրպակ չի, էսի երկրի մասշտաբով ոչ թե տեսանելի, այլ ինչ որ հարցեր լուծող ընկերություններն են, հա։ Եվ այսպեսով այստեղ դա միանշանակ վախեցնում է ներդրողներին եւ ներդրումների ներհոսքը առանց այն շատ փոքր է, ելիքը փոքրանա։ Ըստ փաստաբանի, եթե պետականացման գործընթացները իրականացվում են քաղաքական հայտարարությունների կամ ոչ թափանցիկ մեխանիզմների միջոցով, դա կարող է դիտվել որպես իրավական ռիսկ։ Փաստաբանը նշում է նաեւ, որ նման զարգացումները կարող են ունենալ ֆինանսական հետևանքներ պետության համար միջազգային արբիտրաժներում հնարավոր վեճերի եւ փոխհատուցումների տեսքով։ Անկախ բոլոր գործընթացներից քաղաքական նկատի ունեմ, այս խախտումների ունենալու են հետևանքներ։ Ուրեմն ասենք նույն միջազգային ներդրումային արբիտրաժների որոշումներ կլինեն, որի արդյունքում մենք բոլորս արդեն քաղաքացիներով պետական բյուջեի հաշվին ստիպված ենք լինելու փոխհատուցենք այդ խախտումների համար, իսկ այդ խախտումների արդյունքում կահելու են քաղաքական իշխանությունները։ Մասնավորի պետականացման երևույթը տեսանելի է մի շարք ավտորիտար համակարգերում, որտեղ վերջաբանը տխուր է եղել։ Ռումինիայում Չաուշեսկոյի օրոք իրականացված լայնածավալ պետականացումը մասնավոր սեփականությունը վերացնելու հետևանքով տնտեսությունը դարձրեց խիստ անարդյունավետ, առաջացավ սոցիալական ճգնաժամ, ինչն ավարտվեց պետական համակարգի փլուզմամբ։ Իրաքում Սադամ Հուսեյնի իշխանության տարիներին պետությունը վերահսկում էր հիմնական տնտեսական ոլորտները, այդ թվում նավթը, ինչը պատերազմների եւ միջազգային պատժամիջոցների հետ նպաստեց երկրում ճգնաժամի խորացմանը։ Լիբիայում Մուամմար Քադաֆիի կառավարման տարիներին տնտեսական եւ քաղաքական համակարգը կենտրոնացված էր մեկ անձի շուրջ, ինչի հետևանքով պետական ինստիտուտները թույլ էին, իսկ 2011-ի ապստամբությունից հետո երկիրը ընկավ երկարատև քաղաքացիական պատերազմի մեջ։ Վենեսուելայում պետականացման լայն քաղաքականությունը սկզբում ուղեկցվեց սոցիալական ծրագրերով, սակայն հետագայում բերեց տնտեսական անկման, հիպերինֆլյացիայի եւ զանգվածային արտագաղթի։ Այս օրինակները ցույց են տալիս, որ երբ պետությունը սկսում է չափազանց վերահսկել տնտեսությունն ու մասնավոր սեփականությունը, դա հաճախ ավարտվում է տնտեսական ճգնաժամերով, քաղաքական անկայունությամբ եւ համակարգերի փլուզմամբ։ Ի տարբերություն դրա, աշխարհի մի շարք զարգացած տնտեսություններում, ինչպես Սինգապուրը, Հոնկոնգը, Շվեյցարիան կամ Միացյալ Նահանգները, տնտեսության հիմքում մասնավոր սեփականության պաշտպանությունն ու ազատ շուկայի սկզբունքներն են, որտեղ պետությունը հիմնականում կարգավորողի դեր ունի։ Լիբերալ եւ կապիտալիստական համակարգերում տնտեսության հիմքում ոչ թե պետական վերահսկողությունն է, այլ մասնավոր սեփականության պաշտպանությունը, մրցակցությունը եւ կանխատեսելի օրենքները։ Այդ մոդելում պետությունը հիմնականում չի խլում կամ տնօրինում բիզնեսը, այլ ստեղծում է կանոններ, որոնց պայմաններում մասնավոր սեկտորը կարողանում է զարգանալ։ Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը նշում է, որ զարգացած կապիտալիստական երկրներում մասնավոր սեփականության պաշտպանությունը ոչ միայն տնտեսական, այլ նաև քաղաքական եւ հասարակական համաձայնության կարևոր հիմքերից է։ Զարգացած երկրներում շատ կարևոր է եւ դա ամենակարևորը տարբերությունն է Հայաստանի հետ, երկարատև մտահորիզոնը։ Այսինքն, եթե մարդիկ կարողանում են պլանավորել երկար 10 տարի, 20 տարի, 30 տարի եւ այլն, էլ չասած պետությունները, բիզնեսները եւ այլն, ապա նրանք կարողանում են ավելի ճիշտ, ավելի լավ որոշումներ ու որակյալ որոշումներ ընդունել եւ հետեւաբար կառուցել իրենց ապագան։
Այդ պատճառով զարգացած ժողովրդավարական երկրներում ներդրողները վստահ են, որ իշխանափոխությունից կամ քաղաքական տարաձայնություններից անկախ իրենց բիզնեսն ու սեփականությունը պաշտպանված են օրենքով։ Հենց այս կանխատեսելիությունն է տարիների ընթացքում ձևավորել ուժեղ տնտեսություններ, միջազգային ներդրումային միջավայր ու բարձր կենսամակարդակ։ Միացյալ Նահանգներում, Շվեյցարիայում, Սինգապուրում կամ Հոնկոնգում պետությունը կարող է վերահսկել հարկային, հակամենաշնորհային կամ ռազմավարական ոլորտները, սակայն մասնավոր սեփականության անձեռնմխելիությունը շարունակում է մնել տնտեսական համակարգի հիմնական սկզբունքներից մեկը։